Լույսը բարի է, օրը բարի է, երեկոն էլ է բարի։ Ամեն բան բարի են, ամեն բան բարին է գործակից նրանք, ովքեր որ Աստծուն սիրում են։ Հալելույա, եկեք սիրենք Տիրոջը մեր ամբողջ սրտով, ամբողջ էությամբ։ Կարդում եմ Մատթեոս 3-րդ գլուխ 16-րդ խոսքից։ Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրիցը, եւ ահա երկինքը բացվեց նրա համար, եւ նա տեսավ Աստծո օգին, որ վայր էր իջնում աղավնի պես եւ գալիս նրա վրա։ Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»։ Հալելույա։ Սիրնես հրաշալի պահ է։ Սա խոսում է ջրի մկրտության մասին։ Եթե դու դեռ մկրտված ես, գտի, գնա եւ մկրտվի, փնտրիր կգտնես, ինչ որ տեղ, ինչ որ եկեղեցում, ինչ որ վայրում, եւ անպայման խորհուրդս քեզ մկրտվի։ Մկրտությունը շատ կարեւոր է, դա ուխտ է, եւ դու երբ որ մկրտվես, Տերը պատվիրան է նաեւ, որ ասել է գնացեք մկրտվեք։ Ով հավատաց մկրտվեց, կփրկվի, չմկրտվեց, չհավատաց կդատապարտվի։ Ինչևէ, սիրելիս, ինչ է լինում մկրտվելուց հետո, երբ որ Հիսուսը դուրս եկավ, ինչ եղավ, բացվեց նրա համար երկինքը, Սուրբ Հոգին եկավ, իջավ նրա վրա եւ կարևոր մի բան, ձայն եկավ երկնքից, դու իմ սիրելի որդին ես, որին ես հավանեցի։ Սիրելիս, ահա թե ինչ է լինում, երբ որ ես եւ դու ենք մկրտվում, դառնում ենք Աստծո սիրելի զավակներ, Սուրբ Հոգին կգա, երկինքը կբացվի մեզ համար, այնպես որ իմ խորհուրդս ինձ եւ ձեզ անենք սա, կատարենք Տիրոջ խոսքը։ Ամեն ու ամեն։